Դատարանի վճռով Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի 8 հասցեում գտնվող հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակությամբ 2 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը, շուկայականին մոտարկված արժեքը 37 միլիոն 554 հազար դրամ։ Այս մասին հատիկ առ հատիկ հեշտեգի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենու Ապայանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև սերտգործակցության ամրապնդման ուղիները։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաեւ պաշտպանական ոլորտում Հայաստանի եւ Ֆրանսիայի արդյունավետ գործակցության շուրջ, կարևորելով այդ ուղղությամբ շարունակական ջանքերի ներդրումը։ Երկուստեք շեշտվել է կայուն եւ հարատև խաղաղության հաստատման կարևորությունը տարածաշրջանում։ Մարսելի քաղաքապետը վերահաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը խաղաղության հաստատման շուրջ, Հայաստանի դիրքորոշմանը, միջազգային իրավունքի եւ սկզբունքների, նաեւ պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների խստիվ պահպանման շրջանակներում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր, զրուցակիցները կարծիքներ են փոխանակել համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ Հայաստան-ԵՄ տնտեսական եւ ներդրումային պլանի իրականացման ընթացքի շուրջ։ Պաշտոնական Թեհրանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության պայմանագրին, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խադիբզադեն Բաքու կատարած այցի ժամանակ։ Նա համոզմունք է հայտնել, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը որևէ կապ չունի սոցիալական ցանցի էջում Ռոմի Պապի կերպարով պատկերված իր նկարի հետ, նշելով, որ չգիտի, թե ով է այն ստեղծել եւ տեղադրել համացանցում։ Սա ես չեմ արել, հնարավոր է արհեստական բանականությամբ է ստեղծվել։ Պատկերացում անգամ չունեմ, թե նկարը որտեղից է, ես այն տեսել եմ երեկ երեկոյան կնոջս, սակայն նկարը դուր է եկել, ասել է նա։